Պարոն Պողոսյան, կարծես թե մեր զրույցը պետք է սկսեինք Գյումրիից, բայց քիչ առաջ տեղեկացանք, որ Սերժ Սարգսյանի, պատգամավոր Հովիկ Աղազարյանի եւ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել, ԱԺՆ-ն հաստատել է։ Ինչ է կարծում, ինչու են կրքերը նորից բորբոքվում, սա նորորակարգ է արդյոք եւ ինչ նպատակ ունի քրգործերի նորից այսպես Երևան բերելը։ Սա ոչ թե նորորակարգ է, սա այն հիմնական օրակարգն է, որով 2018 թվականին իշխանված հաղթում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետություն, որովհետև իրականում 2018 թվականի իշխանազավթումը ինքը ամբողջովին ուղղված էր Արցախի եւ Արցախ սիրողների դեմ։ Հետևաբար բացարձակապես զարմանալի չի, որ այս փուլում փորձում են Սերժ Սարգսյանին թիրախավորել, որովհետև մենք շատ լավ գիտենք, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ինքը դերևս ավարտին չի հասցրել իր միսիան եւ ինքը պատրաստվում է, այսինքն առաջիկայում ընտրությունները, իր կողմից նշանակված ընտրությունները որոշակի լուծումներ արդեն վերջնականացնել եւ այս ճանապարհին միանշանակ Սերժ Սարգսյանը եւ շատ շատերը իրեն խանգարելու են։ Իսկ ինչ վերաբերում է, տեսեք, Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործերը միանշանակ բոլորս հասկանում ենք, որ սա ավելի շատ այն էժանագին PR-ներն է, որի իմաստը կարող ամբողջովին իր վարկանիշը կորցրած անձի կողմից նորից սևացնել իր, այսպես ասած, քաղաքական հակառակորդներին։ Իսկ ինչ վերաբերում է օրինակ Տարոն Մարգարյանին, մենք բոլորս էլ լավ գիտենք, որ Տարոն Մարգարյանը Երևանի ամենաստացված, ամենահարգված քաղաքապետն է եղել, հաշվի առնելով նաև այսօրվա ժողովրդի տրամադրությունները, հաշվի առնելով նաև հանրապետական կուսակցության հստակ դիրքորոշումը, որ ինքը չի պատրաստվում գնալ հերթական նիկոլական խաղերին, այսինքն ընտրություններին, այս պահին ինձ թվում է իրենք փորձում են հնարավորինս կանխարգելիչ գործողություններ կատարել, որպեսզի վաղը մյուսօր ժողովուրդը նորից հեղեղի պես չլցվի Երևանի փողոցները։ Ասացիք, որ Նիկոլ Փաշինյանը վարկանիշի խնդիր ունի եւ այս ամենը անում է կարծես թե վարկանիշը բարձրացնելու նպատակով գելափը տվյալներ է հրապարակել, որտեղ 2% հարցումների քվեարկել է Սերժ Սարգսյանի օգտին եւ 11% Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իրականում, երբ որ մենք նայում ենք Նիկոլ Փաշինյանի 11%-անոց վարկանիշը, նախ ինքը շատ խայդարակ ցածր թիվ է ու ես չեմ հիշում, որ Հայաստանի Հանրապետությունում որևէ գործող պաշտոնյա ունենա այդքան այսպես ցածր վարկանիշ։ Դա նույնիսկ երբեմն հումորով եմ ասում, եթե նախկինում տոկոսներով էին Նիկոլի վարկանիշը չափում, հիմա արդեն հադերով են չափում։ Իսկ ինչ վերաբերում է օրինակ ՀՀԿ-ի 27%-ին, ՀՀԿ-ի 27%-ը կարող է շատ արագ աճել։ Սկսած այն պահից, երբ որ ՀՀԿ-ն գնա գործողությունների, ես վստահ կարող եմ ասել, որ դա շատ միանգամից կաճի, որովհետև այս տարիներին չափազանց քչացել է ՀՀԿ-ի անտի-ռեյտինգը, հագա վարկանիշը, իսկ Նիկոլ Փաշինյանի հագա վարկանիշը ինքը չափազանց մեծ է եւ բացարձակապես աճելու միտում չունի։